Սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցը պետք է ունենա սանիտարական անձնագիր։ Ինչ է փոխադրամիջոցի սանիտարական անձնագիրը եւ երբ է այն տրամադրվում։ Փոխադրամիջոցի սանիտարական անձնագիրը անհատական համարով սահմանված ձևի պաշտպանիչ հոլոգրաֆիկ նշանով փաստաթուղթ է, որը հավաստում է փոխադրամիջոցի համապատասխանությունը սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ, ինչպես նաեւ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ Սանիտարական անձնագիրը տրամադրում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոց շահագործող իրավաբանական անձի ղեկավարին, անհատ ձեռնարկատիրոջը կամ ֆիզիկական անձին։ Այն տրամադրվում է սննդամթերքի հետևյալ տեսակների փոխադրման համար՝ միս մսամթերք, կաթ, կաթնամթերք, ճարպայուղային արտադրանք, ձու ձվամթերք, հաց, հացաբուլկեղեն, հրուշակեղեն, խմելու հանքային ջրեր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, մրգերից եւ բանջարեղենից պատրաստված հյութեր, պաղպաղակ, ձկնամթերք, հատկապես արագ փչացող սննդամթերք, մասնագիտացված սննդամթերք, սննդային հավելումներ, բուրավետիչներ եւ օժանդակ տեխնոլոգիական միջոցներ, ցորեն, թարմ պտուղ բանջարեղեն։ Սանիտարական անձնագիր ստանալու համար սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. դիմում, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի, ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն, հայտարարություն փոխադրամիջոցը սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ։ Փոխադրամիջոցի սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ, ինչպես նաեւ ինժեներատեխնիկական պահանջներին համապատասխանության մասին մասնագիտացված կազմակերպության եզրակացությունը։ Փոխադրամիջոցի տեխնիկական անձնագրի կամ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը։ Տեսչական մարմինը փոխադրամիջոցի սանիտարական անձնագիրը տրամադրում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելուց հետո 3 օրվա ընթացքում։ Այն տրամադրվում է 1 տարի ժամկետով։